թե ոչ ռեզիդենտ կազմակերպությունն էլեկտրոնային ծառայություն է մատուցում ֆիզիկական անձին, ով եւ ինչպես է վճարելու ավելացված արժեքի հարկը։ Հարգելի հարկ վճարող, եթե Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը էլեկտրոնային ծառայություններ է մատուցում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին, ապա այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը պարտավոր է հաշվարկել եւ վճարել ավելացված արժեքի հարկը։ Նախ, այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը պետք է հաշվառվի Հայաստանի Հանրապետության հարկային մարմնում, հաշվառումը կարող է իրականացնել էլեկտրոնային եղանակով, շատ պարզ ընթացակարգով։ Հաշվառվելուց հետո այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցած էլեկտրոնային ծառայությունների համար պարտավոր է հաշվարկել ավելացված արժեքի հարկը եւ այդ պարտավորությունը կատարելու համար մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ պարտավոր է ներկայացնել ավելացված արժեքի հաշվարկը էլեկտրոնային եղանակով եւ նույն ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել ավելացված արժեքի հարկի գումարը։ Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հաշվարկը պետք է ներկայացնի EVAT էլեկտրոնային համակարգով։